Դուք սաբոտաժում եք ձեր երազանքները նույնիսկ չնկատելով դա։ Երբևէ նկատել եք, որ որքան շատ ենք խոսում մեր ծրագրերի և երազանքների մասին, այնքան ավելի հեռու են դրանք մեզանից սահում։ Այսօր դուք կիմանաք 15 դասեր, որոնք Հիսուսը թողել է մեզ լռության ուժի մասին, և կհասկանաք, թե ինչու է այդքան կարևոր պահպանել այն, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում։ Պատրաստվեք գիտակցել, թե ինչպես կարող է լռությունը դառնալ բանալի, խուսափելու քննադատությունից, պաշտպանելու ձեր նպատակները և ամրապնդելու կապը Աստծո հետ։ Այս տեսանյութի վերջում դուք կհասկանաք, թե ինչպես պարզ փոփոխություն ձեր կյանքը կիսելու մոտեցման մեջ կարող է փոխակերպել ամեն ինչ ձեր շուրջը։ Իդեպ, հենց հիմա լայք դրեք այս տեսանյութին, բաժանորդագրվեք ալիքին և սեղմեք զանգակի կոճակը, ոգեշնչող բովանդակություն ստանալու համար, որը կարող է փոխել ձեր կյանքը։ Առաջին, ինչու լռությունը կարող է դառնալ ձեր լավագույն ռազմավարությունը։ Երբևէ մտածել եք, որ լռությունը կարող է ավելի հզոր լինել, քան հազարավոր խոսքեր։ Հաճախ անձնական բաներ կիսելիս, երազանք կամ նպատակ, մենք գրավում ենք կարծիքներ և դատողություններ, որոնք ոչ բոլորն են դրական։ Լռությունը պաշտպանում է այն, ինչ զարգացման փուլում է, և ստեղծում տարածք, որտեղ ձեր ծրագրերը կարող են աճել առանց միջամտության։ Հիսուսը մեզ դա սովորեցրել է իր ծառայության ընթացքում։ Նա նախապես չէր հայտարարում իր գործողությունների մասին, այլ գործում էր ռազմավարորեն։ Շատ դեպքերում նա ընտրում էր խոսել միայն այն ժամանակ, երբ գիտեր, որ իր խոսքերը կունենան անհրաժեշտ ազդեցություն։ Լռության այս ռազմավարությունը ոչ թե գաղտնիություն է, այլ այն, ինչ գտնվում է ձևավորման փուլում։ Երբ դուք վաղաժամ կիսվում եք ինչ-որ բանով, ռիսկի եք դիմում հանդիպել քննադատության կամ նույնիսկ սաբոտաժի։ Սա նման է երիտասարդ բույսի, որին ստվեր է պետք աճելու համար, նախքան արևի ուղիղ ճառագայթներին պատրաստ լինելը։ Լռությունը ստեղծում է այդ պաշտպանված միջավայրը, թույլ տալով ձեր գաղափարներին և նախագծերին հասունանալ նախքան արտաքին մարտահրավերներին հանդիպելը։ Բացի այդ, լռությունը հնարավորություն է տալիս ինքնավերլուծության և ծրագրերի կատարելագործման, առանց արտաքին ձայների շեղող աղմուկի։ Այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, այս պրակտիկան հատկապես արժեքավոր է դառնում։ Հիսուսը դա ցույց տվեց բուժելով մարդկանց և հաճախ զսուշացնելով նրանց ոչ ոքի չպատմել դրա մասին։ Նա հասկանում էր, որ ազդեցությունը ավելի ուժեղ կլինի, երբ մարդիկ տեսնեն իր գործերի պտուղները, այլ ոչ թե պարզապես խոսքեր։ Սա մեզ սովորեցնում է, որ պտուղները խոսեն իրենց անունից, նրանց աճելու համար պետք չեն ծափահարություններ, այլ միայն բարենպաստ միջավայր և ժամանակ մեծ բանի վերածվելու համար։ Երբ սովորեք օգտագործել լռությունը որպես ռազմավարություն, դուք կխուսափեք ավելորդ սթրեսից և կպաշտպանեք այն, ինչ կարևոր է ձեզ համար։ Ուստի նախքան ձեր ծրագրերը աշխարհի հետ կիսելը, հարցրեք ինքներդ ձեզ, պատրաստ է դա բացահայտմանը։ Եթե ոչ, շարունակեք խնամել ձեր սերմը լռության մեջ։ Դա իմաստության և հասունության դրսևորում է։ Երկրորդ. Հիսուսը և գաղտնիության ուժը։ Ինչ է սովորեցնում մեզ։ Նկատել եք, թե ինչպես է Հիսուսը օգտագործում գաղտնիությունը որպես պաշտպանության գործիք իր ծառայության շատ պահերին։ Նա նախընտրում էր ոչ ամեն ինչ անմիջապես բացահայտել։ Այս մոտեցումը պայմանավորված չէր վախով, այլ իմաստությամբ։ Նա գիտեր, որ գաղտնիությունը ունի ուժ, պաշտպանելու այն, ինչ նախապատրաստման փուլում է։ Օրինակ, բուժումից հետո նա զգուշացրել է. ոչ ոքի չպատմել։ Մարկոս 1:43։ Առաջին հայացքից դե կարող է հակասական թվալ։ Ինչու չտոնել բացահայտորեն այդ հրաշքը։ Բայց Հիսուսը հասկանում էր, որ վաղաժամ բացահայտումը կարող է հանգեցնել թյուրիմացությունների, գրավել թշնամիներ կամ նույնիսկ շեղել ուշադրությունը իր առաքելությունից։ Գաղտնիությունը թույլ է տալիս գործընթացին զարգանալ առանց խոչընդոտների։ Պատկերացրեք, եթե Հիսուսը կիսվեր իր առաքելության յուրաքանչյուր քայլով, քննադատությունը կարող էր խոչընդոտել աստվածային ծրագրին։ Նույն կերպ թաքցնելով կյանքի որոշ կողմեր, դուք պաշտպանում եք ինքներդ ձեզ ավելորդ շեղումներից։ Մեկ այլ վառ օրինակ՝ սերմնացանի առակը։ Ոչ բոլոր սերմերն են ընկնում վերի հողի վրա, ոմանք քարերի, մյուսները փշերի մեջ։ Պահպանելով ձեր ծրագրերը գաղտնի, դուք ընտրում եք սերմերը տնկել նախապատրաստված հողում, որտեղ նրանք ավելի շատ շանս ունեն բողբոջելու։ Սա Աստծուն վստահելու ձև է, փոխանակ արտաքին հավանության որոնելու։ Նա վստահում էր հոր ծրագրին և առաջ էր գնում, գիտենալով, որ ամեն ինչ կկատարվի ճիշտ ժամանակին։ Սա հզոր հիշեցում է մեզ համար, ոչ ամեն ինչ պետք է դարձնել հանրային։ Օգտագործեք գաղտնիությունը որպես դաշնակից։ Սա ոչ թե անվստահության նշան է, այլ իմաստության դրսևորում։ Պաշտպանեք այն, ինչ կարևոր է ձեզ համար, վստահեք գործընթացին և հիշեք, որ ճիշտ ժամանակին բացահայտումը շատ ավելի տպավորիչ կլինի։ Երրորդ. երբ խոսքերը կարող են վտանգավոր լինել ձեր երազանքների համար։ Երբևէ կիսվել եք կարևոր բանով և աջակցության փոխարեն հանդիպել անվստահության կամ բացասական մեկնաբանությունների։ Սա ավելի հաճախ է պատահում, քան թվում է, և Հիսուսը մեզ սովորեցնում է, որ պետք չէ միշտ կիսվել ծրագրերով։ Իր ծառայության ընթացքում նա ցույց տվեց, որ լռությունը կարող է խուսափելու կոնֆլիկտներից և պաշտպանելու առաքելությունը։
Երբ հարցաքննում էին նրան խաչելությունից առաջ, Հիսուսը շատ դեպքերում նախընտրում էր լռել, Մատթեոս 27:12։ Նա գիտեր, որ խոսքերը կարող են օգտագործվել իր դեմ, եւ որոշեց չտալ այդ հնարավորությունը։ Նույն կերպ, երբ մենք շատ ենք խոսում, կարող ենք բացել դռներ ավելորդ քննադատության կամ նույնիսկ սաբոտաժի համար։ Պատկերացրեք ձեր երազանքները որպես վառված մոմ, եթե կիսվեք դրանք սխալ մարդկանց հետ, նրանք կարող են պարզապես հանգցնել կրակը։ Խոսքերը կարող են ստեղծել ավելորդ սպասումներ։ Երբ նախապես պատմում ենք ինչ-որ բանի մասին, զգում ենք ճնշում համապատասխանելու ուրիշների սպասումներին։ Սա կարող է առաջացնել անհանգստություն եւ նույնիսկ շեղել սկզբնական նպատակից։ Կարևոր է հիշել, որ քննադատողները հաճախ դա անում են ոչ չարությունից, այլ պրոյեկտում են իրենց սեփական վախերը եւ անվստահությունը ձեզ վրա։ Ուստի կարևոր է տարբերել կառուցողական խորհուրդները եւ խոսքերը, որոնք կարող են դեմոտիվացնել ձեզ։ Հիսուսը ցույց է տալիս, որ գաղտնիությունը պաշտպանության ձև է։ Գիտակցաբար ընտրելով ինչ եւ ում հետ կիսվել, դուք ձեր գաղափարներին եւ նախագծերին ժամանակ եք տալիս հասունանալու։ Բացի այդ, լռությունը թույլ է տալիս որոնել Աստծո հավանությունը, այլ ոչ թե մարդկանց։ Երբ վստահում եք ձեր երազանքները նրան, դուք անկախ եք դառնում ուրիշների կարծիքից։ Ուստի հաջորդ անգամ, երբ ցանկանաք ինչ-որ բան պատմել, հարցրեք ինքներդ ձեզ. իսկապես հիմա է պետք։ Լռության ընտրությունը կարող է ամենաիմաստունը լինել։ 4. Քննադատությունը, որ կործանում է։ Ինչպես պաշտպանվել։ Քննադատությունը կարող է լինել որպես փոքրիկ փուշեր, որոնք կուտակվելով ժամանակի ընթացքում ուժեղ ցավ են պատճառում, եւ հաճախ դա գալիս են նրանցից, ումից ամենակիչն է սպասում՝ մտերիմներից։ Հիսուսը սովորեցնում է մեզ, որ ոչ բոլոր կարծիքներն են արժանի լսելու։ Իր հայրենի քաղաքում նրան մերժեցին նրանք, ովքեր մանկությունից գիտեին նրան, չէ որ սա Հյուսնի որդին է, Մատթեոս 13:55։ Սա ցավոտ էր, բայց Հիսուսը չթույլատրեց դրան խոչընդոտել իր առաքելությանը։ Քննադատությունը կարող է կործանել ձեր երազանքները, եթե թույլ տաք։ Այն սերմանում է կասկածներ, ծնում վախեր եւ կարող է ստիպել հրաժարվել այնից, ինչ Աստված դրել է ձեր սրտում։ Հիմնականը հիշելն է, որ ձեր առաքելությունը չի կախված բոլորի հավանությունից։ Հիսուսը ցույց է տալիս, որ քննադատության հետ գործ ունենալու լավագույն ձևը աստվածային ծրագրին վստահելն է եւ հաստատակամ մնալը։ Ոչ բոլորը կհասկանան ձեր նպատակները, եւ դա նորմալ է։ Բացի այդ, շատ քննադատողներ պրոյեկտում են ձեզ վրա իրենց սեփական անհաջողությունները։ Գուցե նրանք ձախողվել են նման բանում եւ անգիտակցաբար փորձում են պաշտպանել ձեզ նույնից, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք ձեր ծրագրերից։ Սուրբ գրքից ուժեղ օրինակ՝ Դավիթը եւ Գողիաթը։ Երբ Դավիթը ընդունեց հսկայի մարտահրավերը, իր սեփական եղբայրը դատապարտեց նրան։ Դու եկել ես միայն մարտը դիտելու, 1 Թագավորություններ 17:28։ Բայց Դավիթը անտեսեց այդ խոսքերը եւ վստահեց Աստծուն, հաղթելու Գողիաթին։ Նույն կերպ դուք չպետք է թույլ տաք, որ քննադատությունը մարի ձեր հավատը ձեր երազանքների հանդեպ։ Լսեք միայն այն ձայները, որոնք ամրապնդում են ձեզ եւ մոտեցնում Աստծո նպատակին։ Հիշեք, քննադատությունը միշտ կլինի, բայց միայն դուք եք որոշում, թե որ խոսքերն են արժանի ձեր ուշադրությանը։ 5. Ինչու Հիսուսը խնդրում էր գաղտնի պահել հրաշքները։ Հիսուսի ծառայության ամենագաղտնի պահերից մեկը այն է, որ նա հաճախ խնդրում էր չպատմել իր հրաշքների մասին, ոչ ոքի մի ասա, Մարկոս 1:44։ Ինչու այդպես։ Նախ Հիսուսը գիտեր, որ ժամանակը վճռորոշ է։ Վաղ բացահայտումը կարող էր գրավել թշնամիներ կամ աղավաղել իր ուղերձը։ Նա ուզում էր, որ մարդիկ կենտրոնանան հիմնական նպատակի վրա, այլ ոչ թե միայն հրաշքի։ Երկրորդ, նա հասկանում էր, որ ոչ բոլորն են պատրաստ հասկանալու իր առաքելությունը։ Ինչպես սերմին բերի հող է պետք, այնպես էլ Հիսուսի ուղերձը պահանջում էր պատրաստ սրտեր։ Մեկ այլ կարևոր կետ. Հիսուսը չէր ուզում, որ իր հրաշքները ընկալվեն որպես շոու կամ շեղում։ Նա գիտեր, որ հիմնական շեշտը պետք է լինի փրկության վրա, այլ ոչ թե միայն գերբնական գործերի։ Լռության խնդրանքը խոնարհության գաս էր։ Վառ օրինակ՝ 2 կույրերի բուժումը։ Տեսողությունը վերականգնելուց հետո Հիսուսը խստորեն հրամայեց նրանց ոչ ոքի չպատմել, Մատթեոս 9:30, սակայն նրանք տարածեցին լուրը։ Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է զսպվել կիսվելու ցանկությունից, նույնիսկ երբ լռությունը անհրաժեշտ է։ Բացի այդ, Հիսուսը ուզում էր խուսափել թյուրիմացություններից։ Եթե հրաշքները տարածվեին քաոսային կերպով, մարդիկ կարող էին նրան տեսնել միայն որպես բուժիչ, այլ ոչ թե փրկիչ։ Սա մեզ սովորեցնում է, որ ոչ ամեն ինչ պետք է կիսվել ուրիշների հետ, նույնիսկ եթե ուզում ես։ Գաղտնիությունը պաշտպանում է մեր ծրագրերը, մեր խաղաղությունը եւ Աստծո ծրագիրը մեր կյանքի համար։ Վերջապես հիշեք, որ ռազմավարական լռությունը վստահության դրսևորում է։ Երբ պահպանում եք Աստծո գործերը, դուք ցույց եք տալիս, որ հավատում եք նրա կատարյալ ժամանակին եւ ծրագրին։ 6. Նախանձը չի զգուշացնում։ Այնինչ կարևոր է ձեզ համար, կարող է մակերեսային աջակցություն ստանալ, բայց խորքում նախանձել ձեր հաջողություններին։
Նախանձը վտանգավոր եւ հաճախ թաքնված զգացմունք է։ Այն չի գալիս զգուշացումով, հաճախ քողարկվում որպես հոգատարություն կամ խորհուրդ։ Հիսուսը անուղղակի զգուշացնում է մեզ դրա մասին Մատթեոսի ավետարանում 7:6։ Մի տվեք Սուրբ Շներին եւ մի նետեք ձեր մարգարիտները խոզերի առաջ։ Ոչ բոլորը կարող են գնահատել այն, ինչ արժեքավոր է ձեզ համար։ Կիսվելով ձեր երազանքներով կամ հաջողություններով սխալ մարդկանց հետ, դուք ռիսկի եք դիմում հանդիպել թյուրիմացության կամ թաքնված քննադատության։ Բիբլիայում նախանձի դասական օրինակ Կայենի եւ Աբելի պատմությունը։ Աստված ընդունեց Աբելի զոհը, բայց մերժեց Կայենինը։ Փոխանակ բարելավելու իր հարաբերությունը Կայենը թույլ տվեց նախանձին տիրել իրեն, ինչը հանգեցրեց ողբերգության, սպանեց եղբորը։ Ծննդոց 4:8։ Այս պատմությունը սովորեցնում է, որ նախանձը կարող է սկսվել փոքրից, բայց աճել կործանարար հետևանքների։ Ամենօրյա կյանքում նախանձը դրսևորվում է աննկատելի։ Պատկերացրեք, կիսվում եք հիանալի գաղափարով գործընկերոջ հետ։ Սկզբում նա օգևորված է թվում, բայց շուտով սկսում է հարցեր տալ, որոնք կասկած են հարուցում ձեզ մոտ։ Վստահես, որ դա կաշխատի։ Այդպիսի հարցերը ուղղված են ձեր վստահությունը խաթարելուն։ Հիսուսը իմաստություն էր դրսևորում, չբացահայտելով իր ծրագրերը մինչև ժամանակը։ Նա հասկանում էր, որ ոչ բոլոր մարդիկ կիսում են իր առաքելությունը եւ խնամքով ընտրում էր ինչ եւ ում բացահայտել։ Նույն կերպ դուք պետք է պաշտպանեք այն, ինչ կարևոր է ձեզ համար, կիսվելով միայն ստուգված մարդկանց հետ։ Մետաֆորիկ նախանձը վնասատու է բեռի դաշտում։ Եթե չզգույշ լինեք, այն կարող է խեղդել։ Ուստի կարևոր է սահմաններ ստեղծել, ընտրելով որտեղ տնկել ձեր երազանքները եւ ում հետ քննարկել դրանք։ Հիշեք, ոչ յուրաքանչյուր ժպիտը նշանակում է անկեղծ աջակցություն։ Պահպանելով ձեր հաջողությունները եւ նպատակները գաղտնի, դուք խուսափում եք նախանձի արթնացումից եւ պաշտպանում եք ամենաթանկը ձեր կյանքում։ Վերջում խնդրեք Աստծուց իմաստություն հասկանալու, թե ով է արժանի լսելու ձեր ծրագրերի մասին։ Լռությունը կարող է լավագույն պաշտպանությունը լինել նախանձից, թույլ տալով ձեզ առաջ գնալ առանց խոչընդոտների։ 7. Մերձավոր մարդիկ կարող են չցանկանալ ձեր հաջողությունը։ Երբևէ մտածել եք, որ ձեր շրջապատի որոշ մարդիկ, նույնիսկ մտերիմները, կարող են անկեղծորեն չցանկանալ ձեր հաջողությունը։ Սա իրականություն է, որքան էլ անհարմար լինի, եւ դա այն է, ինչի հետ բախվեց Հիսուսը եւ ինչի մասին սովորեցրեց մեզ։ Վառ օրինակ Հուդան, ով քայլում էր Հիսուսի կողքին, մասնակցում էր նրա ծառայությանը, ականատես էր լինում հրաշքներին։ Սակայն նա դավաճանեց ուսուցչին 30 արծաթի դիմաց։ Մատթեոս 26:14-16։ Այս դավաճանությունը ցույց է տալիս, որ ոչ բոլորը, ովքեր մոտ են, կիսում են ձեր մտադրությունները կամ ցանկանում են ձեր բարին։ Ամենօրյա կյանքում դա դրսևորվում է նուրբ։ Դուք կարող եք շրջապատված լինել մարդկանցով, ովքեր արտաքինից ցույց են տալիս աջակցություն, բայց ներսում զգում են նախանձ, խանդ կամ նույնիսկ թաքնված ցանկություն տեսնել ձեր ձախողությունը։ Այդ զգացմունքները հաճախ սնվում են իրենց հիասթափություններից։ Հիսուսը սովորեցրեց մեզ ճանաչելու կարևորությունը։ Նա գիտեր, թե ովքեր են իր դաշնակիցները եւ ովքեր կարող են դավաճանել։ Գաղտնի ինտրիգի ժամանակ նա ասաց. «Ձեզանից մեկը կդավաճանի ինձ» Հովհաննես 13:21։ Գիտենալով դավաճանության մասին, նա մնաց կենտրոնացած իր առաքելության վրա, չթույլ տալով դրան շեղել իրեն։ Նմանապես, երբ սկսում եք նոր բիզնես կամ անձնական նախագիծ, դարձնելով այն հասանելի սխալ մարդկանց համար, ռիսկի եք դիմում հանդիպել բացասականության կամ նույնիսկ սաբոտաժի։ Մետաֆորիկ, մարդիկ, ովքեր չեն ցանկանում ձեր հաջողությունը, նման են ճանապարհի քարերին։ Նրանք կարող են անվնաս թվալ, բայց եթե չնկատեք, կարող են սայթաքեցնել ձեզ։ Գիտակցելով, որ ոչ բոլորը ցանկանում են ձեր հաջողությունը, դուք ազատվում եք բոլորի հավանությունից կախվածությունից։ Սա չի նշանակում ապրել անվստահությամբ, այլ իմաստություն դրսևորել, ընտրելով նրանց, ովքեր իսկապես արժանի են իմանալու ձեր հաջողությունների մասին։ Վերջի վերջո հիշեք, առաջ գնալու համար ձեզ բոլորի հավանությունը պետք չէ։ Կենտրոնացեք նրանց վրա, ովքեր անկեղծորեն աջակցում են ձեզ, եւ վստահեք Աստծուն ուղղորդելու ձեր քայլերը։ 8. Ինչպես Հիսուսը գործ ունեցավ մերձավորների մերժման հետ։ Հիսուսը բախվեց մերժման նույնիսկ նրանց կողմից, ովքեր մանկությունից գիտեին նրան։ Իր հայրենի քաղաքում մարդիկ չհավատացին նրան։ Չէ՞ որ սա Հյուսնի որդին է։ Մատթեոս 13:55։ Այս խոսքերը լի են արհամարանքով եւ անվստահությամբ, ցույց տալով, թե ինչպես կարող են մտերիմ մարդիկ թերագնահատել ձեզ։ Գործ ունենալով դրա հետ Հիսուսը մեզ հզոր օրինակ տվեց։ Նա չփորձեց որևէ մեկին համոզել իր արժեքի մեջ, այլ պարզապես շարունակեց կատարել իր առաքելությունը։ Այս մոտեցումը սովորեցնում է մեզ, որ մարդկային ճանաչումը պարտադիր չէ Աստծո հանձնարարությունը կատարելու համար։ Մերժումը, հատկապես մտերիմների կողմից, կարող է ցավոտ լինել, բայց անխուսափելի։ Հաճախ դա գալիս է մարդկանցից, ովքեր պրոյեկտում են իրենց սեփական սահմանափակումները ձեզ վրա։ Տեսնելով ձեր աճը, նրանք զգում են սպառնալիք։ Կարծես ձեր հաջողությունը ընդգծում է իրենց ցախողությունները։ Բիբլիայում վառ օրինակ Դավիթը եւ Գողիակը։ Հսկայի հետ հանդիպելուց առաջ Դավթին քննադատեց իր սեփական եղբայրը։
բայց Դավիթը անտեսեց քննադատությունը եւ վստահեց Աստծուն։ Հիսուսը ցույց է տալիս, որ մերժման հաղթահարման բանալին ավելի մեծ նպատակին կենտրոնանալն է։ Նա չթույլատրեց իր հայրենի քաղաքի կարծիքը որոշել, թե ով է ինքը եւ ինչ անել։ Նույն կերպ դուք չպետք է թույլ տաք, որ մերժումները ձեզ շեղեն ճանապարհից։ Օգտագործեք այդ պահերը որպես աճի եւ հավատի ամրապնդման հնարավորություն։ Վերջի վերջո ձեր արժեքը որոշվում է ոչ թե ուրիշների մտքերով, այլ այն նպատակով, որ Աստված դրել է ձեր կյանքում։ 9. Ինչու է համբերությունը այդքան կարևոր գործողությունից առաջ։ Համբերությունը այն առաքինությունն է, որ պաշտպանում է մեզ անմտածված որոշումներից եւ պատրաստում գործողության ճիշտ պահին։ Հիսուսը բազմիցս ցույց տվեց դա իր ծառայության մեջ։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր քայլ պետք է արվի իր ժամանակին, Աստծո ծրագիրը կատարելու համար։ Վառօրինակ, Հիսուսի սպասումը նախքան հանրային ծառայությունը սկսելը։ Նա սպասեց 30 տարի եւ կատարեց իր առաջին հրաշքը։ Այս համբերությունը սովորեցնում է մեզ, որ սպասման ժամանակը աճի եւ ուսուցման շրջան է։ Վաղաժամ գործողությունները կարող են հանգեցնել կատաստրոֆիկ հետևանքների։ Պատկերացրեք ֆերմերին, ով հավաքում է բերքը չսպասելով պտուղների հասունացմանը։ Արդյունքում նրա աշխատանքը ապարդյուն կլինի։ Նույն կերպ, առանց համբերության գործելով դուք ռիսկի եք դիմում վտանգելու ձեր ծրագրերը։ Հիսուսը ցույց տվեց, որ համբերությունը նաև Աստծուն վստահելու ձև է։ Փոխանակ փորձելու արագացնել իրադարձությունները նա սպասում էր ճիշտ պահին, առաջնորդվելով աստվածային իմաստությամբ։ Ամենօրյա կյանքում համբերությունը օգնում է խուսափել սխալներից եւ ընդունել ավելի իմաստուն որոշումներ։ Այն թույլ է տալիս վերլուծել իրավիճակները հստակությամբ եւ գործել ռազմավարորեն։ Ուստի մի ընկալեք սպասումը որպես խոչընդոտ, այլ որպես հնարավորություն պատրաստվելու գալիքին։ Հիշեք, ճիշտ ժամանակը կբերի կայուն արդյունքներ։ 10. Լռությունը ոսկի է, ինչպես է այն պաշտպանում ձեր ներքին աշխարհը։ Ժամանակակից աղմկոտ աշխարհում, որտեղ բոլորը ձգտում են լսելի լինել, լռությունը դառնում է հազվագյուտ գանձ։ Այն պաշտպանում է ոչ միայն ձեր ծրագրերը, այլև ձեր ներքին խաղաղությունը։ Հիսուսը ցույց տվեց լռության ուժը լարված պահերին։ Երբ Պիղատոսը հարցեր էր տալիս նրան, Հիսուսը նախընտրեց չպատասխանել։ Մատթեոս 27:14։ Այս լռությունը ոչ թե թուլություն էր, այլ ուժի եւ վստահության դրսևորում։ Երբ ընտրում եք լռությունը, դուք աշխարհին ասում եք, որ չեք կարիք ունենում արդարանալու կամ հավանություն որոնելու։ Դուք ձեր խաղաղությունը դնում եք ուրիշների կարծիքներից վեր։ Այս մոտեցումը, թեև դժվար, տալիս է ազատության զգացում։ Այն ազատում է ձեզ պարտավորությունից, հաճոյանալու կամ բացատրելու ձեր գործողությունները նրանց, ովքեր պատրաստ չեն հասկանալու դրանք։ Բացի այդ, լռությունը թույլ է տալիս լսել Աստծո ձայնը։ Աղմկով լի աշխարհում դժվար է տարբերել, թե ինչ է նա ասում։ Լռությամբ դուք ստեղծում եք տարածք մտորումների, աղոթքի եւ աստվածային ծրագրի հետ կապի համար։ Այս պրակտիկան ամրապնդում է ձեր հավատը եւ տալիս հստակություն հաջորդ քայլերի համար։ Մեկ այլ առավելություն. լռությունը օգնում է խուսափել ավելորդ կոնֆլիկտներից։ Հաճախ իմպուլսիվ պատասխանելով մենք միայն սրում ենք վեճերը կամ ստեղծում նոր խնդիրներ։ Լռությունը ընդհակառակը հանգստացնում է իրավիճակը եւ պահպանում է ձեր էմոցիոնալ էներգիան։ Ինչպես պատ պարտեզի շուրջը, այն պաշտպանում է ձեր ծաղիկները, ձեր երազանքները, ձեր խաղաղությունը եւ ձեր հավատը անցանկալի հյուրերից, ովքեր կարող էին ոտնատակ տալ դրանք։ Պահպանելով որոշ բաներ ինքներդ ձեզ, դուք ստեղծում եք բեռի հող, որ դրանք ծաղկեն ճիշտ ժամանակին։ Հիսուսը դա հասկանում էր ինչպես ոչ ոք։ Նա հաճախ մենականում էր եւ մտորում, Ղուկաս 5:16։ Այդ մենության պահերը ոչ միայն հանգիստ էին տալիս, այլև ամրապնդում էին կապը հոր հետ։ Ամենօրյա կյանքում լռության ընտրությունը կարող է դժվար լինել, հատկապես այն աշխարհում, որը գնահատում է բացությունը եւ աղմուկը։ Բայց հիշեք, լռության յուրաքանչյուր պահը դիմադրություն է շրջապատի քաոսին։ Ուստի գնահատեք լռության ուժը։ Այն ոչ պարզապես խոսքերի բացակայություն է, այլ գիտակցության եւ նպատակի դրսևորում։ Օգտագործեք այն պաշտպանելու ձեր ներքին աշխարհը, ամրապնդելու հավատը եւ կենտրոնանալու իսկապես կարեւորի վրա։ Հենց լռության մեջ են տեղի ունենում ամենամեծ փոփոխությունները։ 11. Հավատը, որ աճում է գաղտնի, վստահեք գործընթացին։ Երբևէ մտածել եք, թե ինչու են Աստծո ամենամեծ օրհնություններից ոմանք գալիս լռության մեջ։ Հավատը կարիք չի ունենում ուշադրության կենտրոնում լինելու աճելու համար։ Այն ծաղկում է գաղտնի։ Երբ վստահում եք Աստծուն առանց արտաքին հավանություն որոնելու, Հիսուսը դա հստակ ցույց տվեց Մատթեոսի ավետարանում 6:6։ Երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, փակիր դուռը եւ աղոթիր քո Հորին, ով գաղտնի է, եւ քո Հայրը, ով տեսնում է գաղտնիքը, կհատուցի քեզ բացահայտ։ Այս համարը հիշեցնում է մեզ, որ գաղտնի արվածը արժեքավոր է Աստծո համար եւ կբացահայտվի իր ժամանակին։ Գաղտնի աճող հավատը նման է արմատի, որ խորանում է հողի մեջ։ Թեև անտեսանելի է մարդու աչքի համար,
Այն ամրապնդվում է եւ հիմք է ստեղծում մեծ պտուղներ պահելու համար։ Աշխարհում, որտեղ այդքան գնահատվում է հանրայնությունը, դժվար է որոշ բաներ թողնել միայն ինքներդ եւ Աստծո միջև։ Գայթակղությունը ցույց տալու առաջընթացը կամ անմիջապես ճանաչում ստանալու կարող է ուժեղ լինել, բայց Հիսուսը սովորեցնում է մեզ, որ գործընթացին վստահելը ավելի կարևոր է, քան մարդկային հավանությունը։ Բիբլիայում վառ օրինակ Աննան, Սամուելի մայրը, նա եռանդով աղոթում էր որդու համար գաղտնի եւ Աստված հատուցեց նրա վստահությանը։ Երբ ընտրում եք վստահել գործընթացին, այլ ոչ թե անմիջական արդյունքներ որոնել, դուք ցույց եք տալիս, որ ձեր հավատը երբեք չի տատանվի։ Բայց նույնիսկ կասկածների դեպքում դուք առաջ կգնաք, գիտենալով, որ Աստված ամեն ինչ վերահսկում է։ Մետաֆորիկ, գաղտնի վստահությունը նման է թիթեռի սպասմանը կոկոնից դուրս գալուն։ Եթե փորձեք արագացնել գործընթացը, կարող եք վնասել նրա զարգացմանը։ Նույն կերպ ձեր երազանքները Աստծուն հանձնելով, դուք պետք է թույլ տաք նրան գործել իր ժամանակին։ Հիշեք, ձեր հավատը այն է, ինչ պահում է ամեն ինչ, նույնիսկ երբ ոչ ոք չի տեսնում։ Աստված աշխատում է։ Վստահեք գործընթացին եւ ճիշտ ժամանակին դուք կտեսնեք ձեր հնազանդության պտուղները։ 12. Հիսուսին մարդկանց հավանությունը պետք չէր եւ ձեզ էլ ոչ։ Երբևէ զգացել եք, որ ձեզ պետք է առաջ գնալու համար հավանություն։ Այս զգացումը ծանոթ է շատերին, բայց Հիսուսը ցույց է տալիս մեզ, որ մարդկային ճանաչումը պարտադիր չէ Աստվածային ծրագիրը կատարելու համար։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը անընդհատ բախվում էր քննադատության եւ կասկածների։ Կրոնական առաջնորդները մարտահրավեր էին նետում նրան, բազմությունները լքում էին նրան, նույնիսկ աշակերտները երբեմն կասկածում էին նրան, բայց նա երբեք չթույլատրեց դրան շեղել իրեն առաքելությունից։ Եթե ես ձգտեի մարդկանց հաջողանալու, Քրիստոսի ծառա չէի լինի։ Գաղաթացիներ 1:10։ Մարդկային հավանությունը անցողիկ է եւ հաճախ մակերեսային։ Նույն մարդիկ, ովքեր այսօր ծափահարում են ձեզ, վաղը կարող են քննադատել։ Հիսուսը դա գիտեր։ Երբ մտավ Երուսաղեմ, նրանց բացականչում էին Օսաննա, բայց մի քանի օր հետո նույն ձայները պահանջում էին նրա խաչելությունը։ Աստծուն վստահելը նշանակում է հասկանալ, որ ուրիշների կարծիքը չի որոշում ձեր արժեքը։ Պատկերացրեք նկարչի, ով ոչնչացնում է գլուխգործոցը միայն այն բանի համար, որ այն ինչ-որ մեկին դուր չի եկել։ Սա ծիծաղելի է թվում, չէ՞։ Նույն կերպ մի թույլ տվեք, որ ուրիշների կարծիքը կործանի այն, ինչ Աստված ստեղծում է ձեր կյանքում։ Հիսուսին հավանություն պետք չէր, քանի որ գիտեր, որ իր առաքելությունը գալիս է Աստծուց։ Նա սովորեցնում է մեզ, որ երբ համահունչ ենք Աստվածային ծրագրին, մեզ ոչ ոքի հավանությունը պետք չէ առաջ գնալու համար։ Ամենօրյա կյանքում հավանություն որոնելը կարող է էմոցիոնալ թակարդ դառնալ։ Այդ կախվածությունը այն բանից, ինչ Աստված դրել է ձեր սրտում, ոչ միայն հիասթափություն է առաջացնում, այլև կարող է շեղել ձեզ ձեր նպատակից։ Հիշեք, միակ հավանությունը, որ ձեզ պետք է, դուք արդեն ստացել եք Աստծուց։ Նա գիտի ձեր մտադրությունները, ձեր ջանքերը եւ ձեր պոտենցիալը։ Երբ վստահում եք դրան, դուք կարող եք առաջ գնալ վստահությամբ, նույնիսկ քննադատության առաջ։ Ոչ թե աշխարհի հավանությունը գայթակղի չէ, այլ միայն Աստծո ճանաչումն ունի իրական արժեքը։ 13. Վիրավորված մարդիկ կարող են իրենց ցավը պրոյեկտել ձեզ վրա։ Քանի անգամ եք կիսվել ձեր ծրագրերով կամ հաջողություններով եւ հանդիպել սառը կամ դեմոտիվացնող արձագանքի։ Վիրավորված մարդիկ հակված են բացասաբար արձագանքել ուրիշների հաջողություններին, քանի որ դա բացահայտում է իրենց սեփական ցավերը եւ ձախողությունները։ Նրանք դա անում են ոչ չարությունից, այլ իրենց ներքին կոնֆլիկտներից։ Հիսուսը բախվեց դրան։ Իր հայրենի քաղաքում մարդիկ մերժեցին նրա հեղինակությունը եւ մերժեցին նրա ուղերձը։ Չէ՞ որ սա Հյուսնի որդին է։ Մատթեոս 13:55։ Նրանք չկարողացան ընդունել, որ մեծ բան կարող է գալ պարզ մարդուց։ Նմանապես Սավուղը եւ Դավիթը, երբ Դավիթը սկսեց ճանաչում ստանալ, Սավուղը զգաց նախանձ եւ փորձեց ոչնչացնել նրան, բայց խնդիրը ոչ թե Դավթում էր, այլ Սավուղի անվստահության մեջ, ով վախենում էր կորցնել իր իշխանությունը եւ կարգավիճակը։ 1 Թագավորություններ 13։ Ամենօրյա կյանքում դա դրսևորվում է նուրբ։ Գուցե կիսվեք ձեր երազանքով ընկերոջ հետ եւ նա սկեպտիկ արձագանքի, կասկածի տակ դնելով գաղափարը։ Հիսուսը սովորեցնում է մեզ գործ ունենալ դրա հետ իմաստությամբ եւ շնորհով։ Նա հասկանում էր, որ չի կարող փոխել բոլորի սիրտերը եւ ուշադիր ընտրում էր ում հետ կիսվել իր առաքելությամբ։ Մետաֆորիկ վիրավորված մարդիկ նման են փշերին պարտեզում։ Եթե չզգույշ լինեք, կարող եք վիրավորվել անցնելիս։ Սա չի նշանակում խուսափել նրանցից, բայց կարևոր է պաշտպանել այն, ինչ թանկ է ձեզ համար։ Վերջապես հիշեք, դուք պատասխանատու չեք ուրիշների ցավի համար։ Ձեր առաքելությունը առաջ գնալն է վստահությամբ, գիտենալով, որ Աստված ուղղորդում է ձեր քայլերը։ 14. Գաղտնիությունը պաշտպանում է ձեր առաքելությունը։ Նեեմիայի եւ Հիսուսի դասերը։ Գաղտնիությունը ոչ միայն գաղտնիության հարց է, այլ պաշտպանության միջոց։
Երբ ինչ-որ բան գաղտնի եք պահում, դուք ստեղծում եք տարածք, որտեղ ձեր առաքելությունը կարող է զարգանալ առանց արտաքին միջամտության։ Նեեմիան դա հիանալի հասկանում էր, երբ վերականգնում էր Երուսաղեմի պարիսպները։ Նա գաղտնի զննում էր քաղաքը, ոչ ոքի չբացահայտելով իր ծրագրերը։ Ես ոչ ոքի չասացի, թե ինչ է Աստված դրել իմ սրտում անելու Երուսաղեմի համար։ Նեեմիա 2:12։ Այս ռազմավարությունը օգնեց նրան խուսափել սաբոտաժից, մինչև պատրաստ չլիներ գործելու։ Հիսուսը նույնպես օգտագործում էր գաղտնիությունը որպես հզոր գործիք։ Հրաշքներ կատարելուց հետո նա հաճախ ասում էր. «Ոչ ոքի չպատմեք» Մարկոս։ Նա գիտեր, որ վաղաժամ հրապարակայնությունը կարող էր գրավել եւ շեղել ուշադրությունը իր հիմնական առաքելությունից։ Գաղտնի պահելը նման է երիտասարդ բույսը ջերմոցում պաշտպանելուն։ Այն ժամանակ է տալիս ամրապնդրելու եւ բավականաչափ ուժեղ դառնալու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Ամենօրյա կյանքում ձեր ծրագրերը գաղտնի պահելը օգնում է խուսափել քննադատությունից եւ շեղումներից, որոնք կարող են ձեզ շեղել ճանապարհից։ Սա ոչ թե գաղտնիություն կամ սուտ է, այլ այն պաշտպանել է, ինչ գտնվում է ձևավորման փուլում։ Նաև եւ չեք զգում ամեն ինչ կիսելու անհրաժեշտություն, դուք աշխարհին ցույց եք տալիս, որ հավատում եք գործընթացին եւ Աստծո ծրագրին։ Վերջապես հիշեք, ոչ ամեն ինչ պետք է կիսվել ուրիշների հետ։ Իր ժամանակին ձեր առաքելությունը կբացահայտվի եւ պտուղները կխոսեն իրենց անունից։ 15. Երբ ժամանակը գա, Աստված կբացահայտի ձեր պտուղները։ Երբևէ փորձել եք արագացնել այն, ինչ դեռ պատրաստ չէ։ Սա կարող է հանգեցնել հիասթափության եւ ձախողման, բայց Աստված սովորեցնում է մեզ, որ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Ժամանակ կա ծնվելու եւ ժամանակ մեռնելու, ժամանակ տնկելու եւ ժամանակ քաղելու տնկվածը։ Ժողովուրդ 3:2։ Այս համարը հիշեցնում է մեզ, որ Աստուծո ժամանակը միշտ կատարյալ է, նույնիսկ եթե մենք միշտ չենք հասկանում այն։ Հաճախ ուզում ենք, որ ամեն ինչ տեղի ունենա մեր ժամանակացույցով, բայց հենց Աստուծո ժամանակին պտուղները դառնում են իսկապես հասուն եւ երկարատև։ Հիսուսը լիովին վստահում էր ժամանակին։ Իր հանրային ծառայությունը սկսելուց նույնիսկ նա երբեք չէր շտապում, չնայած ճնշմանը։ Հովհաննեսի ավետարանում 7:6։ Նա ասաց. «Իմ ժամանակը դեռ չի եկել»։ Այս համբերությունը սովորեցնում է մեզ, որ ճիշտ ժամանակը բերում է ոչ միայն արդյունքներ, այլև արատ բերք։ Երբ փորձում եք արագացնել գործընթացը, ռիսկի եք դիմում ստանալ անհաս, ինչպես պտուղը հավաքել է նախքան հասունանալը։ Այն կարող է լավ թվալ արտաքինից, բայց ներսից դատարկ։ Նաև վստահելով Աստուծո ժամանակին, մենք թույլ ենք տալիս նրան ամրապնդել մեր բնավորությունը, հավատը եւ պատրաստել մեզ այն մարտահրավերներին, որոնք ուղեկցում են պտուղներին։ Սուրբ գրքից ուժեղ օրինակ՝ Աբրահամի պատմությունը։ Աստված խոստացավ, որ նա կդառնա շատ ազգերի հայր, բայց խոստման կատարումը տարիներ պահանջեց։ Աբրահամը փորձեց արագացնել գործընթացը, որդի ունենալով Ագարից, բայց դա բերեց խնդիրների։ Իսահակը ծնվեց Աստուծո կատարյալ ժամանակին։ Այս պատմությունը սովորեցնում է, որ Աստված միշտ կատարում է իր խոստումները, բայց այն պահին, որ համարում է լավագույնը։ Մեկ այլ կարևոր կետ. Աստված աշխատում է կուլիսներում, մինչ մենք սպասում ենք։ Նույնիսկ երբ թվում է, թե ոչինչ չի կատարվում, նա պատրաստում է հանգամանքները, բացում դռներ եւ ձևավորում մեզ պատրաստ լինելու գալիքին։ Աստուծո լռությունը երբեք չի նշանակում նրա բացակայություն։ Սա նախապատրաստման ժամանակ է։ Երբ ժամանակը գա, պտուղները կխոսեն իրենց անունից։ Սա ոչ միայն փառավորում է Աստծուն, այլև ոգեշնչում է ուրիշներին վստահել գործընթացին։ Վստահեք Աստուծո ժամանակին։ Նա երբեք չի հիասթափեցնում եւ միշտ տալիս է մեզ լավագույնը։ Երբ ժամանակը գա, այն պտուղները, որ նա աճեցրել է ձեր կյանքում, կբացահայտվեն եւ դուք կտեսնեք սպասման եւ հավատի արժեքը։ Դիտեք տեսանյութը միջև վերջ։ Հույս ունեմ, որ այս դասերը օգնեցին ձեզ մտածել, թե ինչպես պաշտպանել ձեր երազանքները եւ ել ավելի կապվել Աստուծո ծրագրի հետ ձեր կյանքի համար։ Եթե ձեզ դուր եկավ այս բովանդակությունը, մի մոռացեք լայք դնել, բաժանորդագրվել ալիքին եւ կիսվել այս տեսանյութով ձեզ թանկ մարդկանց հետ։ Սա կօգնի մեզ շարունակել կիսվել օգեշնչող եւ փոխակերպող ուղերձներով։ Այն կարող է դառնալ հենց այն, ինչ ձեզ պետք է ձեր հաջորդ քայլի համար։ Հանդիպենք հաջորդ տեսանյութում։ Թող Աստված օրհնի ձեր կյանքը եւ ձեր ծրագրերը։ Մինչ նոր հանդիպում։